օգնություն ցույց տվեցիք մեր զինվորական նախարարությանը, որպեսզի մենք կարողանայինք հաղթել։ Եվ այսօրվա դրությամբ Էմարասմապտությունում եք որքի ախաղաղություն եղել, որովհետև մեր սահմանամերձ շրջանում մեր բոլոր տները քանդված, վերանարած, ամեն ինչով, հիմա կխնդրեմ, մի հատ շրջագայեք Բերդի, Գյուղերի տարածաշրջանը և ԿՊ-ին իմ ոտին չգրեք, ես կպական չեմ։ Չէ, կպական։ Չէ, կպական չեմ։ Ես կպական չեմ, երջանագույն հայրապետաներ շրջանից։ Հիմա ես խնդրում եմ, մի հատ շրջագայեք ու տեսնեք, մեր կառավարությունը ինչի արել, որ դուք եկել եք պետք է անեք։ Առաջինը և երկրորդը, բոլոր դպրոցներն ամ, հատապարտեզներն ամ, բոլոր գույքերով, սահմանի խաղաղություն, ամեն ինչը կատարել ա, խնդրում եմ ասեք, ինչի թիկուն չկազմեցիք մեր պետությանը։ Ուրեմն ես քեզ շատ հարգում եմ, Գուրիկ ջան, ամենակարևորը կուսակցական պատկանությունը ոչ մի կապ չունի։ Տվել ես հարցի պատասխանատան, որպես հայորդի տեղը տեղին ասելու։ Որ երբ որ Նիկոլ Փաշինյանը դուրսեր եկել երաշրջում էր անում ժողովրդի ցանկությունն, ես կանգնել եմ իր կողքին ձեր հետ մասին, հրապարակում հայտարարել եմ, ժողովուրդ ջան, ում եք ուզում, որ վարչապետ դառնա, որ այս վիճակից դուրս գան։ Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, թե Նիկոլ Փաշինյան։ Ժողովուրդը գոռացել է Նիկոլ Փաշինյան։ Ասեմ ուրեմն ձեր հետ եմ ձեր կողքին, որ մենք կանգնում ենք, որ այս փոփոխությունն ենք։ Նիկոլ Փաշինյան շատ ճարտար խոսում էր, ասում էր, հիմա ես հարցը տալիս եմ քեզ անկեղծ, որ դու պատասխանես։ Ասում են, որ այսօր պետք է արագաչափերը հանենք, ես չեմ եկել հող տալու համար, ես այդ մարդը չեմ, Արցախը Հայաստանա եւ վերջ, ճիշտ է թե ոչ, ասում են։ Ու մենք կանգնեցինք իրեն կողքին, այսօր 8 տարի անցել է, 8 տարվա մեջ պետական պարտքը կրկնակի ավելացել է, 7 միլիարդ է դարել է, 15 միլիարդ, 8 միլիարդ ավելացել է, որ ժողովուրդը դրանից խաբար չի, այսօր կորցրել ենք Արցախը, ժողովուրդը եկել են այստեղ, հիմա էլ ուզում ենք այն Երևան 300,000 ադրբեջանցի, արևմտյան Ադրբեջան լինի, հիմա կուտեմը կանգնած արցախցին, որը երկու երեխա ունի, քոշակրել են կտրել, ուսումնավճարել չի կարում տա, դուք այսքան ժողովուրդ են վարկի տակ են, հիմա սա 8 Հիմա դու պատասխանի ժողովրդին ասա, 8 տարում ինչ է կարել, ես այդ պատերազմի ժամանակ եղել եմ բանտում եմ եղել, 3 միլիոն դոլար տղաներից ասել եմ, տղաներ ջան հավաքեք ինչ գումար կա, ուղարկել ենք Արցախ, նախագահին ենք ուղարկել, որ չասեն զինվորը ֆորմա չունի, մասկա չունի, ես բանտում եղած ժամանակ ուղարկել եմ, ցանկացած հարց ով դիմելա օգնաջակցել եմ, տվել եմ, արել եմ, մերժում չի եղել։ Այսօր ոչ թե կուսակցության խնդիր է, սիրելի Գուրիկ ջան։ Ես ասում եմ, հիմա միկրոֆոնը տալիս եմ քեզ, այս ժողովրդին ասա, այս ճանապարհը նայի, մարդկանց վիճակը նայի, ասա աշխատատեղը բացվի, այս ենք արել, 8 միլիարդ ավելացել է, մարդկանց մատից փուշ չեն անել, աշխատատեղ չեն ստեղծել, այսօր սա կորցրել ենք, ուղղը պետք է հանձնենք, ցուցարը տանենք։